Ադրբեջանական դատարանում շարունակվում է Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատավարությունը։ 3 դատախազը պահանջել են նրան դատապարտել 18 տարվա ազատազրկման։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ինչու են նրան մեղադրում։ Հիշեցնեմ, այդ միջադեպը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 14-ին, հենց այն օրերին, երբ Արցախ էր հերթական իր այցով այցելել էր Իլհամ Ալիևը։ Այսինքն իրավապահները ակնարկում են, որ հնարավոր է Կարեն Ավանեսյանը մահափորձ կազմակերպած լիներ Իլհամ Ալիևի դեմ կամ որ այս ամբողջ միջադեպը ահաբեկչություն էր, որը ուղղակի առնչություն ուներ Իլհամ Ալիևի հետ։ Բայց այդ հենց մեղադրական եզրակացությունում եւ ամբողջ նյութերում կան իրար հակասող հանգամանքներ։ Նյութերում ասվում է, թե այդ օրը առավոտյան նա մեկնել է քաղաքից դուրս, ինչ որ անտառում գտնվող թաքստոցից հանել է հատուկ մինչ այդ նախապատրաստած ինքնաձիգ եւ նռնակներ եւ ուսապարկը ուսին քայլել է դեպի քաղաքի կենտրոն։ Հակասությունը կայանում է նրանում, որ հենց մեղադրական եզրակացությունում ասվում է, որ նա ըստ էության ոչ թե գրոհելու նպատակ է ունեցել, այլ դիրքավորվել է սպասելով ոստիկաններին։ Հենց բառացիորեն այդպես է ասվում։ Այսինքն գրոհել են ոստիկանները, որոնք հավանաբար հետևել են իր այդ տեղաշարժի ամբողջ ընթացքում իրեն հետևել են։ Կարեն Ավանեսյանը օգտագործել է ինքնաձիգ, այսպես առանց թիրախավորելու պարզապես անկանոն կրակ է արձակել եւ նետել է 3 ձեռքի նռնակ, ինչի հետևանքով, ինչպես մեղադրական եզրակացության մեջ է ասվում, վիրավորվել է 3 ադրբեջանցի ոստիկան։ Ինքը Ավանեսյանը նույնպես վիրավորվել է։ Մի քանի հատկանշական հանգամանք, առաջինը զարմացնում է այն արագությունը, որով այս գործի ընթացքն է տեղի ունեցել, հաշված շաբաթների ընթացքում արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացվում եւ դատախազը 18 տարվա ազատազրկում է պահանջում։ Այն դեպքում, երբ օրինակ հայ ռազմագերիների գործով հակառակ արհեստականորեն ձգձգում են գործի ընթացքը։ Եվ եւս մի հանգամանք կա, որը կարծում եմ արժի ուշադրություն դարձնել դրան։ Գործը քննվում է Գյանջայի ծանրագույն գործերով դատարանում եւ նախագահում է դատավոր Նաթիկ Ալիևը։ Հատկանշական է դա, քանի որ իրավապաշտպանները Ադրբեջանում նրան առաջի տեղն են դնում այն ցուցակում, այն դատավորների ցուցակում, որոնք իշխանությունների կողմից թելադրված սարքած գործերով դատավորներ են եղած։ Այսինքն, այսպես շինցու գործերով քաղբանտարկյալներին դատապարտողների թվում եղել է առաջին հերթին հենց Նաթիկ Ալիևը եւ կարծում եմ պատահական չէ, որ իրեն են հանձնարարել նաեւ այս գործը վարել, հաշվի առնելով այն, որ նա շատ հեշտ ու հանգիստ կատարում է բոլոր այն հրահանգները, որը ստանում է նախագահի աշխատակազմից։ Արտյոմ, ինչ է հայտնի այս ամենի մասին։ Այդ մեր հայրենակիցը Կարեն Ալբերտի Ավանեսյանը 58 տարեկան է, նա ամենաերիտասարդն էր այն արցախահայերից, ովքեր մնացել էին Արցախում 23 թվականից հետո, նրա հարազատները, ազգականները ասում են, որ նա ասպես ոչ այդքան սթափ հոգեբանական վիճակում էր, հավանաբար նաև ոչ այդքան ստապ հոգեկան վիճակում էր, քանի որ պատճառաբանել էր, որ չի կարող լքել Ստեփանակերտ այն պատճառով, որ խնամում է այնտեղ գտնված մի քանի տասնյակ կատուների։ Եվ վերջերս եւս ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ ավելի քան 100 կատու է խնամում եւ դա է պատճառը, որ նա առաքելություն ունի Ստեփանակերտում մնալու։ Անցած տարվա մարտին ադրբեջանական Բաքու TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նաև ասել է, որ միշտ եղել է ադրբեջանի քաղաքացի եւ որ իրեն ադրբեջանցի է համարում։ Մեջբերեմ նրա խոսքերը. 30 տարի առաջ Խանքենդին գրավեց հայկական մաֆիան եւ ադրբեջանցիներին նրանք վտարեցին իրենց հայրենի հողերից։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե իբր ձերբակալման պահին նա բղավում էր, որ նա իբր թե Հայաստանի ազգային հերոս է։ Նույն այդ լրատվամիջոցները պնդում էին, որ դատավարության ժամանակ նա շնորհակալություն է հայտնում կառավարությանը, Ադրբեջանի կառավարությանը, այն ամենի համար, ինչ իր համար կառավարությունը արել է։ Այսինքն իսկապես հակասական ինչ-որ բաներ են, ինչից կարելի է նկատել, որ այդ անձը այժմ էլ ոչ այսպես adekvat բարոյահոգեբանական վիճակում է գտնվում։ Արտյոմ, ինչով են հիմնավորում մեղադրանքը։
Այդ վարկածը հիմնավորվում է ինչ-որ տեսանյութով, որը ակտիվ տարածում էին ադրբեջանական լրատվամիջոցները, բայց որից բոլորովին չէր բխում այն, ինչում նրան մեղադրում էին։ Նախ այդ տեսանյութը մոնտաժված է, ակնհայտորեն մոնտաժված է։ Տեսանյութում երևում է ինչպես է այդ մարդը պարզապես ուսապարկը ուսին քայլում Ստեփանակերտի փողոցներով։ Այնուհետ կտրվում է եւ պատկերված է, թե ինչպես են նրան ձերբակալում։ Չկա ոչ նրա կողմից կրակելը, ոչ նրա կողմից նեռնակ նետելը, այսինքն այդ ամենը ընդամենը ոստիկանների ուրեմն պնդմամբ է ուրեմն այս մեղադրանքը իրեն ներկայացրել, կարելի է միայն կռահել, թե ինչ նպատակ են հետապնդում նրան նման մեղադրանք ներկայացնելով այս շինցու գործը դատարան բերելով։ Ակնհայտ է, որ սա կրկին հայերի դեմ թշնամանք սերմանելու փորձ է։ Եթե Արցախում մնացած 10 հայերի հանդեպ ահա այսպիսի վերաբերմունք է, կարող ենք պատկերացնել ինչ կլիներ, եթե արցախահայերը չլքեին իրենց հայրենիքը կամ ինչ կարող է պատահել նրանց հետ, եթե մի օր նրանք որոշեն վերադառնալ հայրենիք։ Եվ այս ամենը տեղի ունենում հենց այն շրջանում, երբ Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում այսպես թշնամու կերպարից հրաժարվելու եւ հաշտություն քարոզելու ժամանակ։ Շնորհակալություն, Արտем։